Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորված ծրագիրն է։ Հրանտ համանուն, համել ժամանակաշրջան, անին մոստը բանակցություններում հույզեր երկցնելի հետի Գեղամյան, Գիրանցում արտերինը անասուներին թիվը խրեգյացալն, Այվազովսկու հուշարձանին քանդյումը միջազգային իրավունքի խախտում, Սարհատ Պետրոսյան, Հադրութ մսկիթ հապեցվալ, Վերդղսկի թորքը ապրալել չի է, Վաղճանվալա Ռոբերտ Հատեջյանը, Ամերիկան պահանջում է ապահովել Արցախափախստականներին ետ Ախալքյալակ խաչվերացը նշալ։ 1954 թվականի սեպտեմբերի 15-ին Մալաթիա ծնված Հրանտ Զինքը տարալա ժամանակակից Թուրքիայի քաղաքացիական հասարակության կարևոր խորհրդանիշ, կրթվելով Ստամբուլի հայկական դպրոցներում ինքը տարալա համարձակ ու քննադատական ձայն, 1996-ին հիմնալա Ագոստ թերթը պիչրցների սելալ պատմական ու հասարակական հարցեր, Զինքը մխլա հետ դատապարտալավ, սակայն միշտ մնացալ իրան գաղափարներին հավատարիմ, 2007 թվականի հունվարի 19-ին ինքը սպանվալա իրան գրասենյակին ռճին, ինչը մս ցույցերի ու արդարության պահանջի ալիքապիցրցրալ, իրան անունը շարունակում է խորհրդանշել է ճշմարտության արժանապատվության ու համերաշխության պայքարը։ Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը նշում է վեր Թուրքիան լավ ճանաչում է հայրին ու մեր պատմական հիշողությունը, այդ գիտելիքը օգտագործում է Հայաստանը նկատմամբ տարվող նվաճողական քաղաքականության մեջին։ Օրինակ, հայ-թուրքական բանակցություններում հաճախ շեշտվում է անի մոստի վերականգնումը, սա ըստ Գեղամյանի իրական նշանակություն չունի Հայաստանի հետ, նպատակն է հայրին կողքին երկցնել կորուսյալ հայրենիքին հույզերը ու շեղել ուշադրությունը մնացած կետեր անվերվտանգավորելու Հայաստանին տիրիմն թուրքական ազդեցության տակին։ Սահմանազատում անեյետը Գիրանցումը նվազալն արուտավայրերը կրճատվալա խոշոր եղջերավոր անասուներին թիվը ու համարյա դադարեցվալա հացահատիկի մշակությունը, 2024-ին 38 հեկտար աշնանացանան, այս տարի հնձվալա ընդամենը 6-8 հեկտարը, խոստացված ականազերծումն ավղերին տրամադրումը գյուղացիներին իրականացվալ չի, շկոլում մհենք սվերմա 42 աշակետ, պետ հյուրդասարանցիք շարունակում են ուսանել է հարևան շեներում ըստանալավորական 200 դրամ տեղափոխման փոխհատուցում, Թայզամիջի նակարգի կարգավիճակի խոստումը հայլամ կատարվալ չի, չնայած գազի մուտքին Գիրանցատները գազիֆիկացված չն, Մարզբազայու բիզնես ինկուբատորի ծրագրերը եւս կանգնարալ այս պահին քննարկվում է ագրո զբոսաշրջության ծրագիրը Ֆրանսիայի Օդեսեն տարածաշրջանին հետ։ Արցախ ամայրաքաղաք Ստեփանակերտում Բաքուն ոչնչացրալ է Հովանես Այվազովսկուն հուշարձանը վերադեղադրված է 2025 թվականի ռուս խաղապահների մասնակցությունավը։ Հուշարձանին հեղինակն է ռուս քանդակագործ Սալավատ Շչերբակովը։ Այս ադրբեջանական իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության համագարկված ոչնչացման հերթական դրսևորումն է։ Դեպքը մտահոգություն առաջացրել նաև Ռուսաստանում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայել Շվիդկոյը նշել է Այվազովսկու հուշարձանին քանդյումը խորափսուսանք առաջացնում ու հակասում է դաշնակցային հարաբերություններին։ Յուրանոսել մշակույթը պիտի մնա ազգերի միջև կապողողակ, հայկական անկյունը արձանագրում է վեր հուշարձանի ոչնչացումը խախտումը Հագայի 1954 թվականի կոնվենցիան, 1999 թվականի երկրորդ արձանագրությունը, արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումն է միջազգային մարդասիրական իրավունքի մի քանի կանոններ։ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը կիրում ավեր Հադրութում շտեղ երբեք թորքը ապրալ չի ու շտաղան սկսվել Արցախյան շարժումը օրերս մսկիթ հապեցվալ։ Ինքը հիշում է 2017-ին ուսանողին հետ փորձելի սնելալ անդրադառնան Հադրութաժառանգությանը Մանվել Սարգսյանի նվագածնյութերի հիման երան, բայց ուսանողը անարդարացիորեն ցածր գնահատական ստացավ։ Պետրոսյանը նշում է վեր այդպիսի վերաբերմունքը կոտրալա ուսանողին ոգևորությունից Հադրութա կորուստներ պայմանավորված ահունցը ժառանգության չարժևորումով դեր Երևանում իրաց մանրախնդիրներով։ Յուրանոսելավը նման էլիտա ունեցող երկրում արդյունք դիժերել է սպասելը։ Սեպտեմբերի 6-ին Կոստանդնուպոլիս կյանքից հեռացալ նշանավոր գիրող, լրագրող ու Մարմարա օրաթերթին գլխավոր խմբագիր Ռոբերտ Հատեջյանը։ Ինքը հունվարին կիներ 100 տարեկան, Հատեջյանը Մարմարային ղեկը ստանձնած այլել 1967-ին շարունակելով թերթին կարևոր առաքելությունն հարստացնելով թեզա էջերը։ Ինքը ստեղծագործելի սայլեր հայերեն, հեղինակն էր պատմվածքների ու վիպակների ու իրան գրականության բաժանացալ միջազգային ճանաչման։ Հատեջյանը ծնված էր 1926 թվականին Կոստանդնուպոլիս, մանուկ հասակից աչքի ելալ ընկնելիս գրական Նորավիսկ բերվի գործերը տպագրվել են հալամուսանողական տարիներին։ Մարմարա օրաթերթի նհետ յուրան աննկավալա մի սաղ դարաշրջանի նհետ։ Յուրան կարևոր գրական գործերից վաստակնա առաստակ վիպակն, որոնցից վերջինը արժանացա մեծ գնահատականի։ Յուրան գործունեության ընթացքում Հատեջյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու, Մաշտոցի, Մինգել Հայաստանա մշակույթի նախարարության ԵՊՀ ոսկե մեդալներով։ Ամերիկայի պետդեպարտամենտի լիազորման փոփոխությունը կոնգրեսական Գեյբ Ամոյի նախաձեռնությունը պահանջում է պետք թողել հայ գերիներին ու ապահովել Արցախափախստականների անվտանգ ետ դառնալը։
Սեպտեմբերի 14-ին Ախալ քաղաքում նշվալա խաչվերացը հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 շարժական տոներան վերջինը։ Տոնական Սուրբ Պատարագը մատուցվալա Սուրբ Խաչ եկեղեցում գլխավորության վարդապետ Տեր-Նշան Ամայակյանի։ Հատուկ այլել այն հանգամանքը, որ Թբիլիսիա Ախալ քաղաքում բերվալ տերունական մասունքներ, առաքյալ Թովմայ մասունքներ, որոնց հետ ուխտավորն գրեցան հաղորդակցվին։ Տոնական միջոցառմանը հաջորդալա ավանդական հյուրասիրություն, Հարիսայի բաժանումը, մինգել ազգային երկուպար խոխորձը մասնակցությունավ։ Երեկոյան հավատավոր ժողովուրդը խաչվերացի ավանդական երթավը շրջալան քաղաքը իսկ ավարտին ներկաներին պիժենվալա օրհնված Ռեհանի տերևն է։ Խաչվերացը խաչի նվիրված ամենամոծ տոնն է, վերը հիշեցնում է տերունական խաչի ետառնալի գերությունայորան վեր բարձրացումը։ Տոնի հաջորդ օրը մեռելոցների եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան կարգ, իսկ ժողովուրդը քինամայուրան սիրելիների շիրիմներին։ Սիրելի հայրենակիցներ, սորվա տեսքան պատրաստալ սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։